Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն, բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Վիեննայում եւ մեր հայացքը այսօր լինելու է Վիեննայից եւ պետք է անդրադառնանք Վիեննայի հայ համայնքին, հայ համայնքի գործունեությանը եւ ընդհանրապես Վիեննայում հայկական հետագծին, իսկ իմ զրուցակիցն է Վիեննայի հայ ուսանողական վարչության անդամ Արտուր Ավետիսյանը, բարի օր Արտուր, ներկայացնենք նախ Վիեննայում հայկական հետքը եւ այսօր հայերը Վիեննայում։ Բարև ձեզ։ Ճիշտ է, Վիեննայում իրոք լիքը մարդիկ կան, լիքը հայեր կան, մենք ունենք Վիեննայում երկու եկեղեցի, դա մեր մխիթարիստներն են եւ մեր հայ առաքելական եկեղեցին։ Բացի այդ եկեղեցիներում գործակցում են տարբեր խմբեր, որ մեկից մենք ենք, հայ ուսանողական խումբը եւ փորձում ենք Վիեննայում մեր հայ լինելը, մեր հայությունը, մեր պատմությունը, մեր կուլտուրան պահպանենք։ Պարզ է եւ ամեն դեպքում նաեւ դարերի պատմություն ունի հայերի Վիեննայում հաստատվելը, որ թվականից է հիշատակվում պատմության մեջ եւ ընդհանրապես այսօր հայերը ինչ ունեն Վիեննայում։ Որ թվականից պետք է շատ հեռու գնանք, որտեվ եղել է պատմությունին լիքը մի հատ իրավիճակ ասեմ ձեզի, պատմեմ ձեզի, որը մեր հայ Վահանը մեզի պատմեմ, մեր մխիթարիստ եկեղեցական բիշոֆը ինքը ասել է դաժե այն ժամանակին, որ թուրքերը Օսման կազությունը կայանել է Ավստրիայի դարպասների մոտ, որ ավստրիացիք կռվել են թուրքերի դեմ, Օսմանական կազությունը դեմ, նաև Վիեննայում այն դարում լիքը հայեր են եղել, ով որ կռվել են ավստրիացիքի հետ Օսմանական կազությունը դեմ։ Դաժե այն վաղտին արդեն հայոց հետքը Վիեննայում միշտ եղել է ու մինչև այսօր կա եւ սակայն այսօր հայերը լիքը տարբեր բաներով են զբաղվում Վիեննայում, գրեթե ամենտեղ եթե ուշադիր լինենք, մի հայ կգտնենք ամեն մի բնույթում, ուզում է լինի դա բժշկության մեջ, ուզում է դա լինի արտիստների մեջ, ուզում է դա լինի ուսանողների մեջ, թե դասավանդների հայոց անունը միշտ կա։ Արտուր, եւ այսօր Վիեննայում գործում են հայկական կազմակերպություններ, հայկական կառույցներ, որոնք կազմակերպում են նաեւ համայնքի գործունեությունը։ Նաեւ խոսենք այդ մասին։ Մեր համայնքում կա եկեղեցական վարչությունը, բացի եկեղեցական վարչությունից գործ ունեն մեր հայ ուսանողական վարչությունը, մեր Արարատ սպորտ միությունը եւ մեր հոմանետմեն միությունը եւ նաեւ ուրիշ տարբեր միություններ, կուլտուրական միություններ, մենակ Վիեննայում չէ, այլ գրեթե բոլոր Ավստրիայում, բայց հիմա որ գտնվում ենք Վիեննայում, դա մեր խմբերն են, կոնկրետ մեր խումբը, մեր ուսանողական խումբը զբաղվում է այն ցանկությունով, որ մեր հայությունը Վիեննայում օտար երկրում պահպանենք։ Մենք ուզում ենք նենցտեղ ստեղծել մեր ուսանողների համար կամ հայերի համար Վիեննայում, որ իրանց զգան ոնց որ որպես տունը, հայությունը զգան, որ ինչքան էլ հեռու լիներ իրանց հայրենիքից այստեղ մեր համայնքում հայրենիք կա իրանց համար ու եթե հեռու լինենք մենք միշտ կապը կունենանք մեր հայրենիքի հետ ու փորձում ենք դա պահպանել։ Ամեն դեպքում եկեղեցին, դպրոցը, մանկապարտեզը կառույցներ են, որոնք որ նաև հայապահպանության գործին են նպաստում։ Այո, մենք ունենք մեր Հովանես Շիրազ դպրոցը, հենց մեր համայնքում երեխեքը տարբեր տարիքների շաբաթը գալիս են դպրոց եւ հայոց լեզուն են սովորում, հայոց պատմություն են սովորում, որ իրանց լեզուն ոնց որ չմոռանան։ Բացի մեր դպրոցից մեր միությունը, մեր ուսանողական միությունը կազմակերպում է տարբեր իվենտներ, որ
մեր հայությունը պահպանվի, մեր հայրը, մեր ուսանողները, մեր երիտասարդները իրանց մեջ այդ connection-ը պահեն եւ հայը միշտ էլ ոնց որ հայ հետ օտար երկրում լինի, որ դա երբեք չկորի, մենք կազմակերպում ենք ուրախ իվենտներ, դա կլինեն պարտիներ, կլինեն եկեղեցական տոներ, բայց նաև կազմակերպում ենք ինֆորմատիվ իվենտներ, պատմության մասին, մեր հերոսների մասին, գրեթե ինչ որ պատահում է, եթե մենք գտնում ենք դա շատ ճիշտ ու ուզում ենք անպայման դա ոնց որ մեր ժողովրդին, մեր երիտասարդներին պրեզենտացիա անենք, մենք փորձում ենք դա ոտքի բերել։ Հասկանալի է։ Արտուր, այս պայն կարճատև դադար ունենք մեր եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է Վիեննայի հայ ուսանողական վարչության անդամ Արտուր Ավետիսյանը։ Այս պայն կարճատև դադար է վանաձայնի եթերում։ Ezacakun parnem sirum Arnanama Zaygnedi Uvarteli buyra varman Una ilya Ahçiknedi Ezacakun parnem sirum Parnem sirum Sirum İmkarodat sardi hamar Koç biyuriş hekatçıga Narekatsu kuça gibes Nusabasak Çaga Aşvaram sir araradi Naman çermak gagaçıga İnç besan has parti campa Yesimasi sarnem sirum Yesimasi sarnem sirum Aşvaram sir araradi Çermak gagaçıga İnçpes anhas Parti campa Yesimasi sarnem sirum Sarnem sirum İnçpes anhas Parti campa Yesimasi Sarnem sirum Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը։ Այսօր մենք գտնվում ենք Վիեննայում եւ անդրադարձ ենք ունենում Վիեննայի հայ համայնքի գործունեության։ Իմ զրուցակիցն է Վիեննայի հայ ուսանողական վարչության անդամ Արտուր Ավետիսյանը։ Շարունակելով մեր զրույցը, Արտուր, դուք նշեցիք այն բոլոր ձեռնարկների մասին, որոնք պարբերաբար կազմակերպվում են ինչպես ձեր միության կողմից, այնպես էլ ձեր վարչության կողմից, նաեւ եկեղեցական տոներն են, տարատեսակ միջոցառումներ են։ Ամեն դեպքում հայերն այստեղ այս կառույցի շնորհիվ, այս միությունների շնորհիվ նաև պահպանում են իրենց հայ լինելը եւ նաև այստեղ փոքր տուն է։ Այո, դուք շատ ճիշտ ասացիք, սա իրոք փոքր տուն է, մենք ենք միշտ ասում, եթե մեզի
տարբեր երկրներից հայեր են այցելում, ուզում է լինի դա դիասպորայից, ուզում է լինի Հայաստանից, մենք միշտ ասում ենք դու չես եկել եկեղեցի, այլ դու եկել ես ոնց որ քո սեփական տունը, որ քեզ որպես տանը զգաս, լավ զգաս ու այդ ջերմ տաքությունը տանի զգաս։ Սա իրոք մեր բոլորիս փոքր տունն է։ Արտուր, եւ մի այսպիսի հարց, ամեն դեպքում այստեղ ապրելով մարդիկ իրենց հոգսերն ունեն, իրենց առօրյայի խնդիրներով են նաև զբաղված, մեծ է քաղաքը, դժվարությունները նաև տեղափոխման շատ են, սակայն հայ լինելու, հայ մնալու այս մեծ ցանկությունը այնքան մեծ է, որ մարդիկ չնայած բոլոր դժվարություններին ամեն շաբաթ իրենց երեխաներին բերում են դպրոց, ամեն դեպքում իրենց երեխաները հայերենով չէ, որ պետք է այստեղ աշխատեն, հետագայում նաև կրթություն ստանան, սակայն կարևորում են հայոց լեզուն, հայ մնալը, հայ միջավայրում լինելը, սա նույնպես կարևոր է, որ անկախ բոլոր դժվարություններին գալիս են, պատարակներին են մասնակցում, բավականին աշխուժորեն ներկա են համայնքի բոլոր ձեռնարկներին, դպրոց, մանկապարտեզ, բոլոր տեսակ դժվարություններ հաղթահարելով հայ մնալու ցանկությունը շատ մեծ է։ Այո, դուք այդերեք ճիշտ, նաև ոչ թե մենակ Վենայի ապրող ծնողները, որ բերում են ամեն օր իրենց երեխեքին դպրոցը կամ մեր երիտասարդները, որ թեկուզ իրենց ծանր գործերի, ծանր առօրյա տերմիններից գալիս են, ժամանակ են գտնում, որ մեր իվենտներին մասնակցեն, որտեվ իրոք այդ ցանկությունը կա, որ մարդիկ ասում են իրանց մեջ ես հայ եմ, հայ ծնվել եմ, հայ էլ մնալու եմ ու ոնց ասեմ, այդ մտածելակերպով իրանք միշտ էլ գալիս են, փորձում են մասնակցեն մեր տարբեր խնջույքներին, որտեվ իրանց մեջ դա ոնց որ պարտավորությունն է, Արյան կան չէ։ Այո, այրան կան չէ, շատ ճիշտ եք, իրանց մեջ այդ պարտավորություն է, որ ես հայ եմ, ես ճիշտ է, իմ հայրենիքում չեմ ապրում, բայց իմ արմատները երբեք չեմ մոռացել ու իրոք այդ մոտիվացիան ես կասեի մեր հայերի մեջ, մեր դիասպորա հայերի մեջ, որ քաշում է իրեն դեպի իր հայ մոտ, դեպի իր արյան մոտ, արյունակցի մոտ, ազգակցի մոտ, սա իսկապես անչափ կարևոր է։ Արտուր, եւ իսկապես կարևոր է, որ ձեր կողմից կազմակերպվում են բոլոր տեսակի այս ձեռնարկները, հայապահպանական նաև միջոցառումները, տարատեսակ հանդիպումներ, տարատեսակ միջոցառումներ, իսկապես կարևոր է շնորհակալություն նաև այս բոլոր ձեռնարկների համար, շնորհակալություն հարցազրույցի համար եւ նաև հաջողություններ ենք ցանկանում ձեր գործունեությանը ու մեր զրույցի վերջում նաև ձեր խոսքն ուղղված մեր հայրենակիցներին, ովքեր այս պահին մեզ լսում են, դիտում են։ Ոյ, Ժողովուրդ ջան, հայր ջան, գիտեմ, մենք շատ դժվար ժամանակի ընթացքում ենք ապրում, մենք տենում ենք ինչա կատարվում մեր հայրենիքում, ինչա կատարվում մեր պատմության հետ, ոնց են ուզում մեր պատմությունը, ոնց ավելի ճիշտ հարտահայտեմ, շատ ներողություն, ոնց են ուզում մեր պատմությունը, ոնց որ ջնջել կամ ձևափոխել, ես պարզապես ուզում եմ ասեմ, երբեք մեր պատմությունը չմոռանանք, երբեք մեր պապերի զոհը, մեր հայ ազգի զոհը չմոռանանք, ինչ որ իրանք տվել են մեզ համար, որ մենք այսօր ստեղ ենք ու կարանք հպարտ ասենք, որ մենք
Հասկանալի է հուզմունքը իսկապես այս պահին եւ հպարտորեն պետք է ասենք, որ հայ ենք։ Շնորհակալություն Արտուր հարցազրույցի համար, իսկապես անչափ հետաքրքիր եւ կարեւոր նյութի անդրադարձակ ու հատկապես այս փուլում պատմական պատմության այս փուլում պետք է ամուր լինել, դիմակայել։ Շնորհակալ եմ։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Վիեննայում, իմ զրուցակիցն էր Վիեննայի հայ ուսանողական վարչության անդամ Արտուր Ավետիսյանը։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում, հաջողություն։ Շարանչում նախնյաց պարքով գրվի դաշտ եմ ես իջնում և մայրավան սուրբ աղոթքի օգնությամբ մեր Արցախում ոսոխի դեմ արտանջում սրտիս Սպասում կարոտով